Սիրելի հայրենակիցներ, մինչև տեսանյութը դիտելը, խնդրում ենք մի փոքր ուշադրություն։ Եթե հիմա սեղմեք լայք, կիսվեք տեսանյութով եւ բաժանորդագրվեք ալիքին, դուք անում եք մի բան, որը բառացիորեն փոխում է այս ալիքի հնարավորությունները։ Ինչու է դա կարևոր։ YouTube-ի ալգորիթմը լայքն ու բաժանորդագրությունը ընկալում է որպես ազդակ, որ այս բովանդակությունը արժեքավոր է։ Երբ դուք սեղմում եք այդ 3-ից թեկուզ մեկը, YouTube-ը սկսում է ավելի շատ մարդկանց ցույց տալ այս տեսանյութը։ Երբ կիսվում եք տեսանյութով, դուք իրականում դառնում եք տեղեկության տարածող, այսինքն դուք ձեր շրջապատին եք հասցնում այն գաղափարները, որոնք ուրիշ կերպ նրանց չեն հասնի։ Բաժանորդագրվելով, դուք թույլ եք տալիս ալիքին աճել, զարգանալ եւ հետեւողականորեն ավելի մեծ լսարան գրավել։ Շնորհակալություն լույսի բանակին աջակցելու համար։ Բարև հայր ջան, ամենասկզբից խնդրեմ բոլորիդ սեղմել հավանության կոճակը ու այդ լայքել էլի, այսինքն ու կիսվել տեսանյութով ձեր սոց հարթակներում, ովքեր էլ բաժանորդագրված չեն, կխնդրեմ, որպեսզի բաժանորդագրվեք, որպեսզի առաջինը տեսնեք տեսանյութերը, համ էլ ձեր բաժանորդագրությունով օգնում եք, որպեսզի ալիքը ավելի զարգանա, իսկ երբ որ ալիքը ավելի է զարգանում, ապա լույսի բանակի գաղափարախոսությունը ստանում ավելի մեծ տարածում։ Նույն բաժանորդագրվելն ու կիսվելը ահագին մեծ օգուտ են բերում մեր տեղեկատվական դաշտին, մեր տեղեկատվական քարոզչությանը ու դա հասնում ավելի մեծ զանգվածների։ Ուստի նախապես շնորհակալ եմ, համոզված եմ, որ դիտորդներից այն օգտատերերը, ովքեր բաժանորդագրված չեն, այս ընթացքում հասցրեցիք բաժանորդագրվել ու լայքել։ Հայր ջան, այսօր ես ուզում եմ ձեր հետ կիսվել կոնկրետ այն, որ հենց հիմա առիթ չկա, որ ասեմ այս առիթից ելնելով, բայց այնուամենայնիվ վաղուց այն, որ անընդհատ մտքումս պտտվում է ու ուզում եմ ձեր հետ կիսվեմ, անընդհատ ուզում եմ sense մի հատ որպես հանրային քննարկում միասին մտքերով փոխանակվենք, խոսամ այն բանից, որ մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ ոնց է ստացվում, որ չեն կարողանում ոչինչ անել մի երկրում, որտեղ իշխանությունը բացարձակ չի հետևում օրենքին ու ազգային պահպանման կանոններին ու վերջապես մեր երկիրը Ամերիկան չի, որտեղ օրենքը կանգնած է փողից ավելի բարձր, այլ կարելի է ասել ցավոք հակառակն է, որովհետև ամեն անգամ երբ ասում են, որ Նիկոլի իշխանությունը ԿՊՆԴ ռուսահպատակ ուղղակի ծածկված է արևմտամետ դերով կամ երբեմն էլ եվրոպամետ շատ մարդկանց մոտ, այո, նորմալ ու տրամաբանական հարց առաջանում ու շատեր ինձ այդ հարցով դիմել են, եթե ռուսահպատակ է, բա ոնց է ստացվում, որ կոնկրետ Ռուսաստանի շահերին, լավ, սենց ասեմ, դեմ չլինող մարդկանց, ինչպիսիք են օրինակ Սամվել Կարապետյանը, մյուսը կալանավորում, ուրեմն ստեղ մի բան են չի եւ այլն։ Ես խոսամ այս թեմայով անպայման, բայց մինչև այդ ուզում եմ մի հատ խոսամ այս տարօրինակ այրումներից, այս վերջերս Դիլիջանում մեր անտառները այրվում էին ու հասկանալի կլիներ մի տեսակ կասկածի տեղիք չէր տա ինչ-որ այլ մտքերի չէր դրթի, եթե դա լիներ ամառվա տապին, երբ շոկից, այո, նորմալ է, երբ ծառերը փայտը առհասարակ անտառները վառվում են։ Այս դեպքում ես համադրելով այս ծառերի ոչնչացումը, ոնց որ Երևանում ուղակի ծառահատություն է գնում հաստ բներով ծառերը դաժանաբար կտրում են առանց մեկին հաշվետվություն տալու կամ էլ դրանից առաջ առանց ինչ-որ մեկից հարցնելու, ուղակի, չգիտեմ, Ավինյանը քնից զարթնում է, նայած ինչ գիշեր է անցկացրել ու մուրը հանում է բանից, ծառերից, մեկ է նայում ես չկա, ստեից մտան ընդես դուրս եկան, կդրին։ Ու դրա ֆոնին նայում ենք Դիլիջանի այս անտառների ծավալային վառվելը, ովքեր չգիտեն, ես ձեզ ասեմ, որ տարբեր կառույցներ, ովքեր կարողանում են օդի աղտոտվածությունը չափել, ախտորոշում են տվել կոնկրետ Երևանի օդին, ես խոսում եմ դեռ մենակ Երևանից, որովհետև անհամեմատելի է գյուղերում հաստատ, եթե նույնիսկ աղտոտված լինի օդը, Երևանի չափ չի կարա լինի։ Համեմատել են ռադիացիոն, այդ ռադիացիայից հետո վնասակար օդի հետ, այսինքն ռադիացիային հավասար աղտոտվածություն ունենք օդում ու դա էլ հերիք չի, մի հատ էլ այդ անտառներն են այրվում, ստեղ ծառեր են կտրվում,
անկախ քեզանից գալիս ես մի հատ նենց մտքի, որ ոնց որ միտումնա որ լարել են հայազգի հետևից։ Նայեք, քանի երիտասարդ դուք էլ կճանաչեք, ձեր շրջապատում էլ կլինի, լուրերով էլ եք նայում, երևի կողքից էլ եք լսում ու տեսնում, որ անհավանական քանակությամբ երիտասարդների մոտ ախտորոշվում է ուռուցք։ Ես էլ չեմ խոսում տարեցների մասին, ինչ հիվանդություն ասես, որ ամեն մեկին իր ձևով չի կպնում։ Որովհետև այո, փաստացի մենք այսօր շնչում ենք Երևանում ռադիացիային, մատ խորացեք էլի այս մտքի մեջ, ռադիացիային հավասար աղտոտված օդ ենք շնչում, ոնց որ ասենք Չեռնոբիլը ձեզ օրինակ, ես հələ չգիտեմ ծանելիության վրա սա ոնց ազդելու վաղը ինչ անելու, բացարձակ ոչ մի պահպանություն կանաչապատման, օդի մաքրման, շինարարությունների ժամանակ կան տարատեսակ կանոններ, խոնավ մեծ կտորներից մինչև 1000 ու մի բան, որպեսի փոշի չլինի, որպեսի օդը չախտոտվի, ոչ մի բան վերահսկողության տակ չի։ Կանաչապատումը ես եմ որ բազմիցս տարբեր առիթներով ասել եմ, ոնց որ կանաչից, ծառից, բույսերից աբիժնի կլինեն, կտրում, վերացնում, վառում, ես չգիտեմ ինչի են ուզում վերացեն, ինչ նպատակով ու ոնց ու ինձ առաջարկել եղավ բողոքի ակցիա բարձրացնել, էս անել, այն անել, ժողովուրդ Ես ուզում եմ, որպեսզի բոլորդ իմանաք, բողոքի ակցիաները անիմաստ են։ Այդ բողոքի ակցիաներով կարան զբաղվեն այն մարդիկ, ովքեր ուղղակի ինչ-որ sense ծիտիկ դնելու համար, որ իրանք որպես քաղաքական ուժ կան ու տեսեք ինչ ակցիաներ են անում սրա դեմ, նրա դեմ, էդի թող իրանք անեն։ Լույսի բանակի իմ անձամբ իմ նպատակը այլ է, որ ոչ թե անենք ինչ-որ բողոքի ակցիա, հանրահավաք, միտինգ, բոլորդ հավաքվեք, ասենք, ինչ-որ մեկը բեմից գոռա, որ օդը կեղտոտ է, դուք ասեք այո, Նիկոլը դավաճան է, դուք ասեք այո, ժողովուրդ այդ ամեն ինչը անցել ենք, արդեն զզվելի է, ոչ թե հոգնածնող։ Ես ու շատերն են հարցնում, լավ, այսքան բաներ եք ասում, առաջարկը որն է։ Հիմա կոնկրետ այդ մարդկանց համար, ովքեր մինչև հիմա չգիտեմ ինչ պատճառներով տենցել չեն կարող ըմբռնեն ու հասկանան առաջարկս որն է։ Հատուկ առանձին, մի հատ sense շեշտադրված ասում են վերածննդի շարժում, հեղափոխություն, այդ առաջարկս։ Ձեզանից ինչ է հասնում, երբ որ պահը գա, այս 2025 թվականի ապրիլ-մայիսի նման տունը չնստեք, նայեք, ասեք, դե տենանք դուք ինչ եք անում, նոր հետո մենք միանանք, այլ իսկույն վերկենակ ու միանանք, այս դրա համար պետք է հետևել այս ալիքին, դրա համար պետք է հետևել լույսի բանակի ցանկացած հայտարարության, կամ բաներ, որոնք նախապես ասել ուղղակի չենք կարող, բայց երբ որ օրը գա հնարավորինս նախապես թույլատրելի սահմանում, թույլատրելի, այսինքն այն հիմքով, որ ինչ-ինչ խանգարող բաներ դրա դեմ առնելու համար անելուց էլ մենք կարողանանք ու հասցնենք իրականացնել այն, ինչ նպատակ ունենք։ Դրա համար ինչ ասեմ, առաջարկս էդ է, մի էլ ինձ գրեք, ինչ ես առաջարկում, հա, վատ է, ճիշտ ես ասում, բայց ինչ ես առաջարկում։ Մի հատ հին խոսք կա, ասում եմ, պոչել չունեմ իրար տամ, էլ ոնց ասեմ, հայերեն, ամենահասանելի հայերեն լեզվով տարուց ավել ասում եմ վերածննդի շարժում էլի հարցնում են ինչ ես առաջարկում։ Հետի նմանագիտեք ում են պարապներ կան, որ վիդեո եմ անում լրիվ ուրիշ թեմայով, ասենք ինչ որ այլ սահմանադրությունից եմ խոսում։ Մեկ էլ տակը կգրի, բա ծիծեռնակաբերդի հարցը ինչ եղավ։ Արա ալարում ես մի հատ էջը թերթես, եթե իրոք քեզ դա հետաքրքիր է։ Թերթես վերջի թեմայով տենաս ինչ կա ծիծեռնակաբերդից։ Մարդիկ կան իրանց թվում է, որ հանրային ինչ-որ մի բան հայտարարում ես, որ օրինակ ծիծեռնակաբերդի հարցով էս արեցինք, կամ սահմանադրության հարցը էս է, մի հատ էլ պետք է իրանց նման մի 100, 200 կամ 1000 հոգու առանձին մի հատ էլ իրանց հաշվետվություն տա, գիտեք ինչ կա, այսի սենս է, ասես պրծնես մյուսը հարց տա, վայ դուք էլ եք հարցնում, գիտեք ես, ախպեր բացեք նայեք, ինչի համար եմ հանրային այսքան ինձ կոտորում, որ բոլորին հասանելի լինի, որ բոլորին հասու լինի, ում ինչը հետաքրքիր է, բացի նայի տեղեկանա, ոչ թե հաջորդ թեմայից, հիմա ասենք եթե խոսամ ծիծեռնակաբերդից, այդ վիդեոյի տակ մեկը մտնելու է գրի, բա սահմանադրության հարցը ինչ է, այսի գժանոց է, լուրջ եմ ասում։ Դա կան ֆայմի պակաս է, որ մարդը չի ֆայմում ուղղակի, եթե իրան այդ հարցը հետաքրքիր է, բացի նայի, գտնի, դժվար է, YouTube-ը էլի մտնում ես ալիք,
վիդեոները թերթում ես, մինչև գտնես, նես չի 3 տարի պետք է իջնես։ Նոր մի ամսվա վերջի տեղեկությունն է կամ 20 օրվա, 10 օրվա, բաց նայ էլ։ Ու հիմա այդ նույնն է, որ տարուց ավել խոսում ես վերածննդի շարժում, հեղափոխություն, ասում է ինչ ես առաջարկում։ Մեկն էլ ասում է, բանա, Արայան ջան, որ ձեր տեխնատությունը դնեք, ես անպայման ձեզ եմ ընտրելու։ Այն դեպքում, որ առավոտից իրիկուն նորից գոռում եմ ոչ ընտրություններին։ Մենք ընտրություններում չկանք։ Մենք Նիկոլի հերթական հաղթանակի մասնակիցը չենք։ Հազար ու մի ձևի ասում ես, ասում է անհամբեր սպասում ենք ընտրություններին, որ ձեզ ընտրենք։ Ես չգիտեմ, էս ինչից է, էս ինչ նոր, ասենք այն մի զանգվածը գիտենք, որ ոչ մի բան չի հասկանում բացարձակ, այս զանգվածը վրոձի հասկանում է, բայց ոչ լիարժեք, այն մի զանգվածը կիսատ-պրատ հետաքրքրվելով, թերի տեղեկություն իմանալով, մենք անգամ, նայեք բոլոր ասպարեզները, որ նայես այսօր Հայաստանում գործող, որոշակի կառույցների բացակայության պատճառով, որ վերահսկողություն չկա, տարատեսակ սերվիսների, հիմնականում արվում է գրդոն, արի ուտես, որ անգամ ֆայմելու, մտածելու, այդ հարցում էլ ենք գրդոնանում, այսինքն, որ դու քո համար պետք է նստես մտածես, այդտեղ էլ լիարժեք չենք տրվում այդ մտքին, որ նստենք, մտածենք, մի հատ վերլուծենք, ու ասենք, եսի ինչ խորը բան չի, էլի, կոնկրետ այս հարցը հետաքրքիր է բաց նայի, ուզում ես ընտրության գնաս, գնա ընտրի քո տեխնացուներին, Լուիսի բանակ այնտեղ չկա, հայրենասեր, իրապես հայրենասեր, մարտական ոգով լցված, պայքարի պատրաստ, պայքարի ամեն տեսակի պատրաստ հայը, ով հասկանում է, որ ամեն օրվա հետ իր երկիրը կործանվում է, ընտրությունների չի մասնակցում, իսկ ով մասնակցում է, ինքը թքած ունի, այսօր, վաղը, մյուս օրը ինչ կլինի Հայաստանի, խելոք նստած սպասում է իր ընտրություններին, ձեզ էլ քարոզում է համբերատար հետևել երկրի կործանմանն ու գնալ իրան ընտրել, ինչա ինքը մեծ աթոռ ունենա վերընկնի մեջը, մի երկու անգամ էլ ազգային ժողովից մի բան բրբռա, դուք էլ գցեք էջերը ծապտակ, ասեք, օ, էս ինչ արեց ազգային ժողովից, ինքը իրան դրանով լավ զգա, ինքը լավ չի զգալու երկրի փրկությունից, ինքը լավ ազգում իր աթոռից, իր լայքերից ու դիտումներից, մեզ դրանց հետ մի խառնեք, այսքան ասելուց հետո էլի նայում ես, ասում է բանա, սպասում եմ ընտրությունների, որ գամ ձեզ ձայն տամ, պետք չի մեզ ձեր ձայնը, մեզ պետք է ձեր ֆիզիկապես ներկայությունը վերածննդի շարժման ժամանակ, ուրիշ բան ձեզանից պետք չի։ Ինձ թվում է, չնայած գիտեմ, որ անիմաստ է թվում, որտեվ հենց այս վիդեոյի տակ կարող է մեկան հենց հարց տա, որ հենց այս վիդեոյի մեջ ասում եմ, դա արդեն է, որ նորմալ է, ես չգիտեմ էլ, ես չեմ հասկանում, այս բանականության աստիճանը, ֆորմատը, ձևը, մակարդակը, բարձրությունը, IQ-ի որակը, թիվը, ես չեմ կարող ընկալեմ հասկանամ, ոնց կարա մարդ, ըլնի տենց ձեռի հետ ոտի վրա անուշադիր, չգիտեմ մի խոսքով ժողովուրդ, ամեն դեպքում ինձանից հասնում է հանրային տեղեկացնել այն ինչը կարևոր եմ համարում, ես հանրային դա անում եմ, հիմա ով բաց կթողի, ով նորից պետք է հարցնի ու մի նեղացեք, որ այտենց առանձնահատուկ ձեզ ոչ մեկ չի պատասխանում, գրում են էլ Լուիսի բանակի Facebook-յան էջին, էլ մեյլին, էլ ինձ առանձին, էլ ախպեր բաց նայի, ալիքը բաց ուզածդ գտի նայի, վերջ, այսքանը հետագայում էլ չնեղանակ, որ ուղղակի առը համարվում ձեր հարցը, որովհետև դուք էլ առ եք համարում ձեր հարցին նախապես տված պատասխանը, որը հանրային կերպով կա։ Ես պարապ չեմ, ես բազմիցս ասել եմ, նենց չի, ուշքս գնում ասենց կամերան դնեմ, նստեմ ու խոսամ, բայց անում եմ դա նու չեմ ասի ստիպված, բայց անում եմ դա դրությունից ելնելով, որպեսզի հասանելի դառնա ամեն մարդու իրան հետաքրքրող հարցը, եւ որ պետք է մի հատ էլ առանձին նստա մի խոսքով սա հասկանալի է, էլ չեմ էլ անդրադառնալու այս թեմային, հենց որ բան է հետաքրքիր ուշադիր եղեք գտեք նայեք, ոչ թե առանձնահատուկ մի հատ էլ ձեզ պետք է պատասխանեմ։ Հիմա ուզում եմ անդրադառնամ այն մարդկանց, ովքեր ինձ ասում են, որ դու ասում ես ԿՊ Նիկոլը ռուսահպատակ են, բայց դեպքում ու օրինակ եմ բերում կոնկրետ Սամվել Կարապետյանին, բա ոնց է նստած։ Նայեք, հայր ջան, ես հիմա համ չեմ ուզում, համ չեմ ասի, որ ինչ-ինչ բաներ կասկածելի է կամ եսիմ ինչ է, բայց ամեն դեպքում ես կասեմ, որ անհասկանալի է իմ համար, թե ոնց կարա Սամվել Կարապետյանը ունենալով բոլորիս հայտնի հնարավորություններ, այդ հնարավորությունը ֆինանսը ծախսի մենակ բեմի, էկրանի ու ակցիաներ իրականացնելու վրա։ Հիմա թող սա ուշադիր լսեն այն մարդիկ, ովքեր ինձ հարցնում են, բա եթե Նիկոլը տենց է, բա խիա սենց։
Այսինքն եթե ռուսահապատակա ոնց է որ Ռուսաստանի շահերին ոչ դեմ մարդիկ կարան Նիկոլի օրոք նստեն ուրեմն հակառակ չեմ էլ հուշի ինչ որ ասեմ դե դուք մտածեք տենց պետք է որովհետև էսի սենց այնին հենց չէ ժողովուրդ ես խոսում եմ զուտ մարդկային ամենայն անկեղծությամբ եթե Սամվել Կարապետյանի թիմակիցներից մարդ կա ով նայում է ես խնդրում եմ ինչ որ մի ձևով հանրությանը չեմ ասում ինձ ամեն դեպքում ես այն ինչ ասում եմ այն սահմանում որը զուտ հանրային ասելու է իմ իմացածը իմ պատկերացրածը դա թող մնա ինձ բայց ամեն դեպքում հանրային ասելուն է այսքանն է որ սա անհասկանալի է ինչով է անհասկանալի եթե օրինակ նայեք այսօր Լույսի բանակը ունենար այդ հնարավորությունը հաստատ այդ ֆինանսները չեր գնա բեմ ու ակցիաներ կազմակերպելու վրա դրանք կգնային ավելի արդյունավետ աշխատանքի վրա որը կբերեր արդյունք նու մեր դեպքում ներկա ու նախկինի հրաժարականն ու մերժումը առհասարակի Սամվելի դեպքում կարող է մենակ Նիկոլի կամ չգիտեմ բայց ամեն դեպքում այդ հնարավորությունների դեպքում անել մենակ ակցիա այդ գումարը ծախսել մենակ բեմի ու էկրանի վրա միկրոֆոնների ու պաստառների ինչ որ կրեատիվ ակցիաների վրա ու դրանով սահմանափակվել նորից եմ կրկնում իմ համար ոչ թե կասկածելի է ուրեմն ստեղ էդի են որ չէ ուղղակի զուտ անհասկանալի է խնդրում եմ հանրային կերպով բացատրեք մարդիկ էլ հասկանան հիմա սիրելի ժողովուրդ ամեն մեկը վերցրեք ձեր վրա Սամվել Կարապետյանի ունեցվածքը $10,000 չի, $100,000 չի, $1 միլիոն չի, $10 միլիոն չի, ավելին ու ավելին է։ Հիմա ամեն մեկը վերցրեք ձեր վրա, որ դուք պայքարող եք, դուք նենց չի, որ քաղաքականությունից կիլոմետրով հեռու եք, նու ասենք Լույսի բանակ կազմակերպության պես կազմակերպությունը կամ անհատ ով ուզում է մի բան փոխի, բայց ինչ-ինչ բաներ չի հասցնում, չի կարողանում, ֆինանսը չի ներում եւ այլն։ Ու հիմա պատկերացրեք, ունեք չեմ ասում Սամվել Կարապետյանի չափ, բայց ասենք $1 միլիոն հարց դուք ձեր մեջ մի հատ այդ ամեն ինչը տեսեք, պատկերացրեք, մարսեք, ինձ էլ մի պատասխանեք, դուք ձեզ պատասխանեք։ Ունեք, նու սենց $1 միլիոն դուք չեք կարա մի բան փոխեք Հայաստանում կարող է ես մի բան բացեմ թողել չեմ հասկանում բայց ամեն դեպքում ես ունենամ այդ հնարավորությունը 24 ժամն էլ է շատ որ ասեմ 24 ժամում բան կփոխվի ես էլ չեմ խոսում Քոչարյանի ու Սերժի մասին որ տենց անդիմադիր են խաղում որ Նիկոլին չեն ուզում Նիկոլին պետք է հեռացնել այդ ունեցվածքի մեջ Մաքսիմումը դա ակցիա կազմակերպելն է բեմ էկրան էկրան բեմ բեմ էկրան պաստառ ակցիա բեմ էկրան ուրիշ ոնց է ասում դրա համար ես պայքարի չեմ ասում անձերի նու կոնկրետ Սամվել Կարապետյանի դեպքում իսկ Սերժի ու Քոչարյանի դեպքում նաև անձերի անկեղծության վրա կասկածում եմ ես չեմ հավատում այդ պայքարի անկեղծությանը կամ էլ լավ չխորանամ շատ ուղղակի երբ որ ինձ հարցնում եք բա եթե Նիկոլը ռուսահպատակա բա ոնց է որ սենց է սա ձեզ վերլուծելու հող սա ձեզ թեմա մտածելու ու մետ այն որ զուտ տրամաբանելու իրոք որ ես լնեի ինչ կանեի առանց օրենք խախտելու առանց ինչ որ բանի բայց այնքան բան կա անելու այնքան բան բոլորիդ հայտնի է այսօր կոնկրետ Լույսի բանակ կազմակերպությունը իր ողջ ֆինանսը ինչի վրա է ներդնում մենք անգամ հրաժարվել ենք համարել ենք այս պահին ավելորդ ծախս վարձակալությունը գրասենյակի հրաժարվել ենք անգամ գրասենյակից որպեսզի Լույսի բանակի ամբողջ ֆինանսը ներդրվի մեր ջոկատների վրա նու ասենք այս մեր դեպքում մերը էդ է հիմա իրանց դեպքում կարա մի ուրիշ ինչ-որ մեթոդ ուրիշ ինչ-որ կարևոր բան բայց ժողովուրդ հաստատ ոչ էկրան բեմ ակցիա եկեք համաձայնեք որ եթե ասենք գտնում եք որ էկրանով բեմով ակցիայով հանրահավաքով միտինգով ու չգիտեմ ինչով ինչ-որ բանա փոխվում ինչ-որ հարց է լուծվում
Մեկ մատնանշեք կոնկրետ ինչ հարց է փոխվել, ասեմ հա։ Կարա ինչ որ մի բանի թանկացման հարց լուծվի, կարա օրինակ մենք 2 ամիս ակցիա արեցինք պարտադիր պատվաստումների դեմ են կորոնայի ժամանակ։ Մենք հասանք մեր նպատակին, այտենց բաների դեպքում այո, նորմալ է ակցիաներ։ Բայց երբ որ դուք խոսում եք երկիրը փրկելուց, որ sense արմատական փոփոխություններից հեղափոխությունն ու էս անենք, այն անենք ու դա վերածել զուտ ակցիայի, հետո մի 2 օր էլ ակցիան տևի բերեն այս երկիչը, այն երկիչը, երկի բարի տմբլ գնացինք տուն։ Դա անկեղծ պայքար է նման գեր հնարավորությունների դեպքում։ Իմ համար չէ։ Դրա համար կխնդրեմ, այս բոլոր մեծահարուստ ֆինանսապես կայացած ու մեծ հնարավորությունների տեր պայքարողների այդ դաշտին մի հատ հանրային էլ եմ ասում ինձ չէ հանրությանը մի հատ բացատրեք ոնց է որ ունեք այդքան մեծ ահռելի ֆինանսներ զուտ մաքսիմումը ակցիան է հիմա ասենք ինչ է դա եթե ոչ զուտ պրոցես տանել առաջ զուտ պրոցես արդյունք չի հետապնդվում հիմա կոնկրետ Լուիսի բանակին տվեք $1 միլիոն Սա այն որ ուղակի թիվ եմ ասում, էլի, կարա լինի կես միլիոն, կարա, չգիտեմ, էլ չեմ ասում այն քանակության, ինչքան ունի Քոչարյանը, ինչքան ունի Սերժը, մյուսը, բայց Նիկոլին դեմ են։ Ու դուք նայեք Լուիսի բանակը ոնց է Հայաստանի իրականությունը մաքսիմում 24 ժամվա մեջ փոխում։ Որովհետև դուք էլ եք հասկանում, լիքը բան կա, որ կախված է առանց ֆինանս անհնար է, աբսուրդ է։ Ու նայում ես, ասենք ոնց է ստացվում Հայաստանի իրականությունը այն ով ունի մեծ ֆինանսներ նու երևի չգիտի ինչ անի դրա հետ չգիտի ոնց ծախսի չգիտի ինչի վրա ծախսի որ եթե Նիկոլին դեմ է եթե ժողովուրդ է ուզում մոբիլիզացնի եթե ինչ որ բան է ուզում երկրում փոխի որ հասնի դրան ու այնով գիտի դա ոնց պետք է արվի կոնկրետ այս դեպքում էլ մենք մեր մոտ էլ կոնկրետ կազմակերպությանը պակասում է այդ չափերի ֆինանս ու արդյունքում ինչ ունենք ինչ ունենք դրա համար ժողովուրդ երբ որ ես ասում եմ ԿՊՆԴ կրեմլացին ուժը ինձ մի բերեք օրինակ բա եթե տենց է բա ոնց է Ռուսաստանի թևի մարդիկ ասենք ստեղ Նիկոլին դեմ են Նիկոլն էլ իրանց դատում է այս գիտեք ինչի է նման այն մարդիկ որ ասում են ոնց է որ բոլորին բռնում է բայց ձեզ չի բռնում ես անցած անգամ այդ թեմայով շատ մանրամասն տեսանյութ արեցի չի բացառվում ամեն պահի դա բայց այն որ չի անում որ դուք ինչ որ կասկածներ ունենաք որ մտածեք կարող է ինչ որ տենց այս մեկը մաքուր ուժ չի կամ անկեղծ չի այս դեպքում էլ կարող է ամեն ինչ անում որ հենց այտենց էլ մտածեք որ հա վայ տեսեք Նիկոլը Ռուսաստանին դեմ է ռուսական շահերը պաշտպանողներին դեմ է եւ այլն սա քաղաքականություն է իսկ քաղաքականությամբ այսօր զբաղվողները կոնկրետ իշխանությունը այն տիպի ձկավարի sense կարա բոլորի ցույց տա այն ինչ այդ բան պետք է ասենք վառ օրինակ ամենախայտարակ ձևով պարտվել է ասում են մենք չենք համարում պարտություն մենք հաղթել ենք Էլիքը մարդիկ ասում են ճիշտ ասում մենք հաղթել ենք դեբիլ էլի ասենք ոնց ես հաղթել որ այսքան զոհ ունես Արցախս կորցրել ու համարվում ես պարտված ու կաս պարտված ոնց ես ասում որ հաղթել ենք Նիկոլ ասում է համարեք հաղթանակ ուրեմն հաղթել ենք ինչ ես հաղթել Նիկոլ ասում է մեր պետականության գոյությունը ու դրան ծափ են տալի այսինքն այս իշխանությունն է որ կարա պարտությունը ցույց տա որպես հաղթանակ ու ինքը ունի իր ուղեղը թափած զանգված որ ասում են ուրեմն որ իշխանությունն ասում ուրեմն ճիշտ է ինքը կարա եթե ուզենա ցույց տա ամենա իրան հակառակ ուժին որ դուք մտածեք որ ինքը նիկոլական է ինքը այդ ցույց տա ինքը կարա անենց անի որ լինելով ռուսը հպատակ ու կրեմլացին անի քայլեր որ դուք մտածեք թե ինքը իրոք Ռուսաստանին դեմ է եւ այլն բայց ես շատ անշեղ տրամաբանության հետեւությամբ բոլորիդ եւս մեկ ուրիշ տեսանյութում ոչ թե համարը այլ հստակ ապացուցեցի որ Նիկոլը չի կարա Կրեմլին դեմ լինի ինչ բաներից ելնելով Հայաստանի էներգետիկ համակարգից մինչև ուժային կառույցների ներքին կանոնակարգ ու սենց լիքը բաներ վիդեոն գտեք նայեք նենց որ ժողովուրդ այդ հարցը ինձ մի տվեք թե բա եթե տենց է ոնց է սենց դուք մտածեք ոնց է տենց
Դրա համար երևի հանրությանը պատասխան կհնչի որևէ մեծահարուստ ու մեծ հնարավորություններ ունեցող պայքարող ուժի ներկայացուցիչներից մեկի կողմից, որ գիտեք ինչ կհա գումար ունենք, բայց ասենք ինչի ենք մենակ ակցիանում, դա էլ ինձ էլ հետաքրքիր կլինի, այդ ինչ բացատրություն ալնելու։ Մանավանդ որ ունեն ձերբակալվածներ, կալանավորներ ու միտինգից ավել բան չեն կարող անեն։ Առաջարկս է բոլոր նրանց, ովքեր ունեն մեծ հնարավորություններ, բայց ակցիայից ու միտինգից ավել չգիտեն ինչի վրա ծախսեն։ Անաչառ ուժերին իհարկե էլի, ում անունները տվեցի, չեմ կարծում, որ անաչառ աշխարհով մեկ, որ Հայաստանից դուրս հաստատ ինչքան մեծահարուստ կա։ Եթե մեր գաղափարախոսությանը աջակցում եք, ես տեղեկացնում եմ բոլորիդ, որ Լույսի բանակը այսօր չունի ոչ մի բանի պակաս, ոչ ծրագրի, ոչ խիզախության, ոչ տղեկի, ոչ աղջկեքի, ոչ մի բանի, միայն ֆինանսի պակասն է։ Ուզում եք Հայաստանում բան փոխվի, եկեք համագործակցենք, եկեք կապվենք, եկեք հասկանանք ինչքանով եք պատրաստ աջակցելու, այդ աջակցման դիմաց ինչ ծրագիր ունենք մենք, համադրենք, գանք մի արդյունքի, ու եթե ամեն ինչ նորմալ է երկու կողմերից համար, ապա առաջ Աստված։ Թե չէ հերվից նստել ու ասել, որ դե մի բան արեք, դե բա սենց չի լինի, բա մենակ խոսում եք։ Նախ մենակ չենք խոսում, մենք անգամ այս սահմանափակ ֆինանսական հնարավորություններով անում ենք ավելին, քան այն մարդիկ, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություններ, կարակ դրանում համոզվեք, համացանցում շատ տարբեր հաղորդումներ, ֆիլմեր ու փաստարկված բաներ կան։ Կարակ գտնեք, նայեք ու հասկանաք ինչեր ենք արել, ինչեր ենք անում ու մեր ծրագրերով էլ դեռ ինչեր ենք պատրաստվում անել։ Սա էլ սենց մտածենք միասին ու հասկանանք կամ սպասենք մինչև հանրային բացատրություն, լավ, մանրամասն էլ ասեմ, ինչ բառով ասեմ։ Մենք ներկայացվի հանրությանը, թե ոնց է, որ ահռելի մեծ հնարավորություններ ունենալով ու նորից եմ կրկնում, դա այն դեպքում, երբ Հայաստանը Ամերիկա չի կամ մեկ ուրիշ երկիր չի, որտեղ օրենքը հաստատ փողից բարձր է։ Ցավոք տենց չի։ Մեր երկրում պետք է օրենքը ամեն ինչից բարձր լինի, բայց փաստը մնում է փաստ, որ մեր երկրում դա տենց չի։ Ինչ կոռուպցիային ծանոթ չեք, չգիտեք գումարը ինչեր է անում Հայաստանում։ Դրա համար էլի եմ ասում, ոչ թե կասկածելի է, այտենց չասեմ, էլի, այլ իմ համար անհասկանալի է, ոնց է մարդ ընդդիմադիր, ունենալով ահռելի մեծ ֆինանսական հնարավորություններ ու մաքսիմումը դա միտինգն է, հարցազրույցներն են, էկրանն է, բեմն է, քայլերթն է, պաստառն է, ուրիշ ոչ մի բան։ Մանավանդ, որ ամեն անգամ, ամեն առիթ բաց չեն թողում, որ գլուխ գովան նայեք ինչքան մարդ ենք հավաքել, լավ այդքան մարդ հավաքվում է, որ քայլի, ես չգիտեմ, ծրագրի պակաս ունեք, ես չգիտեմ, ասենք, ֆինանս ունեք, մնացած ամեն ինչը պակաս է, ես չգիտեմ, խիզախությունն այնտեղ ծրագիր գրելն է, միտքն է առհասարակ ինչ կարելի անել, որ մի բան փոխ եկեք ամեն օր դուրս գանք էսցերից քայլենք, էնցեր, օրը մի գույն պաստառներ, տո էլ ոսկե գույն պաստառներ, լույս տվող պաստառներ, թռնող պաստառ, ինչ է դա փոխում։ Սիրելի մեծահարուստ ընդդիմադիրներ։ Բացատրեք հանրությունը հասկանա։ Դուք ունեք ահռելի մեծ հնարավորություն, բայց մենակ միտինգ եք անում։ Այսինքն մենակ միտինգ անելը որն է, միտինգը անում եք, ժողովուրդը հավաքվում է ու արդյունք չկա, հստակ պահանջ չկա, ձեր ամեն պահանջ, ձեր հանրահավաքների սովորական հանրահավաքի միտինգի պահանջ է, ոնց որ ասենք ազատություն էս ինչին, ազատություն այն ինչին, էժանացրեք լույսը, ասենք, հա, սենց ինչ-որ մի բան, դա այդ պահանջը չի, որը երկրի իրականությունը կփոխի, ու վերջապես քանի անգամ պետք է դա անեք, որ տենակ, որ բանի տեղ դնող չկա։ Հա շաբաթը 5 օր հելեք գոռացեք ազատություն, այս ինչին ազատություն, այն ինչին։ Հա սրտանց միանում եմ բոլորիդ պահանջին ազատություն բոլոր քաղ բանտարկյալներին ու առհասարակ բոլոր կալանավորներին, ովքեր ոչ սրբապղծություն են արել, ոչ էլ անմարտկային չգիտեմ ինչ։ Բայց ինչ արդյունք է տալի դա։ Հեսա
մի ամսից, 10 օրից, եկող տարի հունվարի 15-ին, հետո փետրվարին հանրահավաք, հուշկու, հայ, բուդուրման Քայլերտ ազատություն ստե ազատությունն է Նիկոլ Դավաճան բան գնացինք տուն։ Ինչ ասեմ ժողովուրդ, չգիտեմ, սենց շատ կարամ զուտ մտքերս բարձրաձայն արտահայտեմ, ամեն դեպքում բոլորդ էլ ունեք բանականություն, վերլուծեք ոնց է տենց ելնում։ Արդյոք այդ պայքարները անկեղծ են։ Ու ես կընդունեմ, եթե ես սխալվում եմ, այն դեպքում, երբ լսեմ բացատրություն տվյալ ուժերի կողմից, թե ոնց ալնու որ այդ հնարավորություններով առավելագույնը դա էկրանու բեմն է։ Չգիտեմ, ամեն դեպքում, հա, Լույսի բանակի հետ կապված էլ կարևոր բան ասեմ ու երևի եզրափակվենք այսօր։ Այլևս Սփյուռքից, դա էլ ելնելով զուտ իրավիճակից ու մեր նպատակների փոփոխությունից, Սփյուռքից Լույսի բանակում մինչևս գրանցվել կարելի էր, այլևս ով ցանկություն ունի Լույսի բանակում գրանցվելու, պետքա ֆիզիկապես լինեք Հայաստանում, որովհետև հիմա արդեն այն ինչ մենք ուզում ենք անենք, սրանից առաջ տարբեր բաներ, ակցիաներ, միջոցառումներ, աջակցություններ ձևավորել ենք նաև Հայաստանից դուրս։ Հիմա մենք կենտրոնացած ենք միմիայն վերածննդի շարժման վրա։ Իսկ վերածննդի շարժումը պահանջում է, բացի ֆինանսը, նաև բոլորիդ ֆիզիկապես ներկայությունը։ Ուստի առանց հիմա ժամկետներ ասելու։ Եկեք միասին խնդիր չկա, մեկը անիմաստ է այս օրերին մի բան փորձել անել է, որովհետև այն աժիոտաժը, որ բոլորս ենք տեսնում, նոր տարուց առաջ էս նախատոնական տրամադրվածությունները դժվար է մարդկանց կտրել ու ինչ-որ մի հարցի լուծման տանել, հա, ասենք շարժում կլինի, հեղափոխություն կլինի, ինչ ուզում լինի։ Եկեք լավ, սենց միասին ուզած գնանք նոր տարի դիմավորելու, մի հատ տենանք հերթական անգամ ոնց է Նիկոլը ինչ բարեմաղթանքներ ու ինչ սենց սրտիկներ, մրտիկներ անում բոլորին, որ սիրում է բոլորին, խոնարհվում է, կսիրի, բա ինչ կանի, ինչ անում է ձենանող չկա։ Սպասենք այս նոր տարին մեր շնորհավորի էս էլ անցնի բան ու ժողովուրդ, ովքեր ուզում են մեզ աջակցել, ովքեր գաղափարակից են ու ովքեր մեծամասնությունից շուտ արդեն հիմա գիտակցել են, որ Լույսի բանակից բացի ուրիշ ելք չկա, մնացածն կգիտակցեն հետո, դա անխուսափելի է։ Կամաց տրամադրվեք Հայաստան գալու։ Հայաստանում եղեք, կարաք Լույսի բանակում էլ գրանցվեք։ Ավելի ներսից կլինենք կապի մեջ, ավելի հստակ ու ավելի կոնկրետ կիմանաք ձեր թե անելիքները, թե դրա ժամկետները, թե ձեր առաջարկները ուր ուղարկեք, ում ասեք, ոնց անեք, որպեսզի բոլորս միասին կարողանանք մի հատ որպես մեծ օրգանիզմ աշխատել ու ունենալ արդյունք։ Այն մարդիկ էլ ովքեր չեն կարա ինչ պատճառներով, մեկինը դատվածություն, մեկինը ստեղ հետախուզում, մյուսինը, չգիտեմ, տարբեր պատճառներով որ չեն կարա գան, իմացեք, որ ձեր ֆինանսական աջակցությունը անհրաժեշտ է։ Ու կապ չունի դա անում եք ամեն օր, դա անում եք ամիսը մեկ, դա անում եք Մենք այն բաների պես չենք, չեմ էլ ուզում դրանց անունը տամ, կոմունալի փող չենք հավաքում, Եռաբալուրի անունը տալով։ Մեզ կոնկրետ գործողություններ է պետք անել։ Գիտեք ում մասին եմ խոսում, էլի, որ Արարատ լեռը, Եռաբալուրը բան ու իրենց կոմունալի փողն են հավաքում։ Ամենաձյոշ կազմակերպությունը Հայաստանում։ Մեր ֆինանսները այլ բաներ են, մենք կոմունալ չենք հավաքում, մենք բանի գրասենյակի վարձ չենք հավաքում, մենք Մեզ կոնկրետ քայլեր են պետք ու այո դրա համար մեծ ֆինանսներ է պետք դրա համար բարբերաբար ամեն օր ամեն շաբաթ ամեն ամիս է չգիտեմ ում ոնց հարմար է հաշվի համարներն էլ կա ամեն ինչ էլ կա զուտ են որ գաղափարակիցների աջակցության անհրաժեշտությունը այո այս պահին Լույսի բանակը ունի այս պահից սկսած մինչև այն օրը երբ դուրս կգանք ինչ ասեմ այսքանը Լույսի բանակ գրանցվելու համար եղեք ֆիզիկապես Հայաստանում Դա այլևս անպայման է, որովհետև Հայաստանից դուրս կարելի ասել այս պահին մինչև վերածննդի շարժման իրականացնելը կարելի ասել անելիք չունենք։ Ովքեր էլ չեն կարող գան, աջակցությունը կարելի լինի ֆինանսական, սա էլ այն մարդկանց համար, ովքեր ասում են չեն կարող գան, ուրիշ ինչով աջակցենք։ Էսա հայր ջան, այսօր այսքանը ոնց որ ասում են, լավ մնաք Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու անպայման ճշմարտությամբ։ Սիրելի հայրենակիցներ,
Հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրյալ նոթի յուրաքանչյուրիդ։